Բարի լույս Հայաստան, բարի լույս սիրելի իմ հայ ազգ, հզոր Հայաստան, հզոր հայ ազգ ջան, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Այսօր ապրիլի 19 է եւ ինչպես դուք տեսնում եք, անձրև է գալիս եւ շատ ուժեղ։ Ինչու՞, քանի որ Նիկոլ շոուն շարունակում է։ Ես բազմաթիվ անգամ ասել եմ, երբ որ անպամած է բուկ, բորան, անձրև, ուրեմն Նիկոլենք անում են շոու։ Բայց գիտեք ինչ կա, սիրելի բարեկամներ, ես մի բան եմ նկատել։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը առավոտյան արթնանում է եւ սկսում է խփել ուդարնիկներ եւ ցույց տալ սրտիկներ, ինչպես այստեղ տեսեք։ Ուրեմն այդ մարդը իրեն այցելության ժամանակ լրիվ օդեկվատ պատասխանում է հարցերին, հա, այնտեղ մի երկու հոգու բզում ա, որ ավելնորդ բաներ մի խոսացեք, անուններ մի տվեք, իմիջիայլոց պաշտոնի ա նշանակում լավ տղա լինելու համար, բայց դա անում է գիտակից եւ նորմալ վիճակի մեջ։ Իսկ երբ որ Նիկոլ Փաշինյանը ուդարնիկ չի խփում առավոտյան եւ սրտիկ ցույց չի տալի, եւ գնում է ազգային ժողով, մենք ստանում ենք սա։ Նիկոլ Փաշինյան, ուդարնիկ հաճախ խփեք, անկեղծ լուրջ եմ ասում, խփեք, երբ որ խփում եք ուդարնիկ, դուք լինում եք հասկանալի ժողովրդի համար, գոնե հասկանալի։ Ժողովուրդ ջան, մի քիչ հումորային պոզիցիայից անցնենք լրջության։ Բազմաթիվ անգամ ես ասել եմ, որ ես կյանքում չեմ մտնում մարդու ընտանիք, բայց քանի որ Աննա Հակոբյանը արդեն ընտանիքի անդամ չէ Նիկոլ Փաշինյանի, ուզում եմ ասեմ Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյանը ստելը ձեզնից է սովորել, թե նա իծն է սուտասան էր։ Ապացույց, խնդրեմ։ Բարև ձեզ սիրելի ժողովուրդ։ Ինչպես արդեն հայտարարել էի, իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է։ Ես չունեմ մեքենա, When I look at my life and all that I've been, every scar, every fall, every place I've been in, I'm still here breathing, still finding my way. Տեսակ Աննա Հակոբյան, այն քրչերը, որը մաշեցիք էլ չէիք հագնելու, լցեցիք բազկաթոռին, ասիք ժողովուրդ ջան, թողնում եմ սաղ։ Տգլոր էթում եմ, ոչ մի բան, ոչ ապրելու միջոց ունեմ, ոչ տուն ունեմ, ոչ մեքենա ունեմ։ Եվ անցնում եմ մի քիչ ժամանակ, Աննա Հակոբյան, դուք շքեղ տեսք ունեք, ասեմ ձեզ։ Եվ մեքենան է ոչ էժան։ Ժողովուրդ ջան, փոքր ռեպլիկա, որպեսզի դուք հասկանաք, թե ինչ աշճանի ցինիզմի են հասե այս մարդիկ։ Ինչ աշճանի ցինիկ են։ Անցնենք առաջ։ Երեք կարծեմ
մամլու ասելուց է տվել Նիկոլ Փաշինյանը։ Դե բնական է, ինչ ասես չի խոսացել։ Դες մարդու խոսալը որ գալիս է չես կարող կանգնեցնես, բայց ես ուշադրություն եմ դարձրել երկու հարցի եւ ուզում եմ այդ հարցերին արձագանքեմ։ Խնդրեմ տեսնենք։ Իմ հեռացման մասին, ուրեմն ասել եմ տասնյակ անգամներ, երբ որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կորոշի, որ ես պետք է հեռանամ, ես կհեռանամ։ Երբ որոշի, ընդ որում ես դա երբեք չեմ կապել ընտրությունների հետ, երբեք չեմ կապել։ Ասել եմ, որ Հայաստանի ես հեղափոխությամբ եմ դարձել վարչապետ եւ ես բնականաբար միշտ ճանաչել եմ եւ ճանաչում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի հեղափոխություն անելու իրավունքը, որ պահին, այսինքն եթե չեմ սխալվում, նախորդ տարի եմ արել այդ հայտարարությունը, դրանից առաջ եմ արել, 2021 թվին եմ ասել եմ, եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես հլուկը կանգնեմ գնդակահարության պատի տակ։ Որն է երաշխիքը, որ մի քանի տարի հետո չեք գա եւ այստեղ կանգնած չեք ասի, որ իրական Հայաստանն էլ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանն է։ Գիտեք, մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի մասին։ Եվ ձեր ասած նախադասությունը հնարավոր չէ հնչեցնել։ Նիկոլ Փաշինյան, կոչ եք անում հեղափոխության ժողովրդին։ Դուք գիտեք, որ դուք դրանով խախտում եք օրենքը։ Երկրի վարչապետը խախտում է օրենքը։ Այսինքն ինչ է նշանակում հեղափոխություն արեք։ Ուրեմն ձեզ ասեմ, Նիկոլ Փաշինյան, դուք մեկ-մեկ բախտի նայող եք։ Հələ դուք փորձեք կեղծեք ընտրությունները փորձեք կեղծեք։ Տեսեք, կլինի հեղափոխություն, թե չէ։ Հեղափոխությունը անխուսափելի է, Նիկոլ Փաշինյան, եթե ազգը չգնաց ձեր հետևից եւ ազգը ձեզ չընտրեց։ Հեղափոխությունը լինելու է։ Եվ որ ասում եք պատին կանգնեմ գնդակարեն, պատի կանգնել պետք չի։ Ես վաղուց եմ հայտարարել, որ դուք Նիկոլ Փաշինյան, եթե խախտեք օրենքը, եթե դուք գնաք ազգի դեմ, եթե դուք փորձեք կրակեք ժողովրդի վրա, հայ ազգը կթողի ձեր ընտրությանը Չեուշեսկու, Մուամմար Կադաֆի, թե Սադամ Հուսեյն։ Երեքից մեկը դուք ինքներդ կընտրեք, եթե դուք փորձեք գնաք ժողովրդի վրա եւ կրակեք ժողովրդի վրա։ Կլինի ընտրություններ, ժողովուրդը ազգը կգա ձեր հետևից, հարց չկա։ Մենք շատ փոքր մարդիկ ենք քաղաքական գործիչներս, որ էթանք ազգի դեմ կամ ժողովրդի դեմ։ Չի կարա տես բան լինի։ Այն քաղաքական ուժը, որ գնա ժողովրդի դեմ, ես կանգնելու եմ ժողովրդիս կողքին եւ կռիվ եմ տալու այդ քաղաքական ուժի դեմ։ Դա կապ չունի դիմություն թե ընդդիմություն։ Ժողովրդի ընտրությունը օրենք է յուրաքանչյուր քաղաքական գործիչի համար։ Ազգը ընտրեց ձեզ, խնդիր չունեք, ազգը չընտրեց ձեզ, կլինի այն, ինչին դուք կոչ եք անում։ Դա առաջին մասով, երկրորդ մասով։ Լրագրողը հարց է տալիս ձեզ, թե ինչ գիտենք, թե վաղը չեք գա, ասեք, որ սա Արևմտյան Ադրբեջան է։ Դուք սկսում եք ձեր մանիպուլյացիաները։ Նիկոլ Փաշինյան, չեմ ուզում նորից տեղադրեմ, նորից կնեմ, չէ որ դուք եք ասում Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այն մարդիկ, ովքեր ասում են Արցախ, Ադրբեջանը, դրանք դավաճաններ են։ Փոխզիջումները անընդունել են, չէ որ էդի դու ես ասել, Նիկոլ Փաշինյան, ես չեմ ասել, դու ես ասել։ Բա հետո ոնց եղավ, որ հիմա Ադրբեջանը եւ վերջ։ Ժողովուրդ ջան, նույն հաջողությունով սրանք անելու են Հայաստանի հետ։ Հետո ասելու է ես տես բան եմ ասել, ես տես բան չեմ ասել։ Օրենքի էսիշ մասով, պետության էսիշ մասով, էսինչ սամիտում, էս Բրյուսելում, էսինչ սև ցավով սենց էփելու են տան։ Չի անցնելու Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետությունը չի հանձնվելու Թուրքին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ
41-45 թիվը Նիկոլ Փաշինյանը, դե չգիտես երբ է եղել, դա եղել է 1941 թվականից 1945 թիվը։ Իսկ երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է սեպտեմբերի 1-ին 1939 թվականին։ Չխառնես դատաները։ Այդ ժամանակ, երբ որ գերմանացին եկել էր, հասել էր արդեն Մոսկվայի շեմին, որ դե 30 կիլոմետր էր կարծեմ մնացել, գիտես ինչ էին ասում։ Խորհրդային միության սալդատները, զինվորները, այդ թվում նաև հայ ազգությամբ մեր պապիկները, գիտեք ինչ էին ասում։ Ասում էին ռուսերեն ցիտեմ «Отступать некуда, позади Москва»։ Հիմա մենք հետ էթալու տեղ չունենք, մենք ընդհանրապես էթալու տեղ չունենք։ Հայաստան է Նիկոլ Փաշինյան։ Էդի նացես ուղեղիդ մեջ սպի պես խփի թող մնա։ Չի կարա լինի ուրիշ բան, բայց քանի դուք իշխանություն եք, մենք այդ վստահությունը չունենք, որ Հայաստանը կմնա Հայաստան, թե կլինի Արևմտյան Ադրբեջան։ Հիմա, սիրելի բարեկամներ, ինչ եմ ուզում ասեմ, ես որ հաճախ խոսում եմ, որ այս մարդիկ տանում են թուրքացման, այս մարդիկ լավ հարաբերությունների մեջ են այն մարդկանց հետ, ովքեր հիանում են ադրբեջանցիներով և թուրքերով, հաճախ ինձ ասում եք, պարոն Ֆարմանյան, միգուցե դուք չափազանց անցնում եք այդ ամենը, որպեսզի իմ խոսքերին ինչ-որ մի հիմք լինի, տեղադրեմ ընդամենը մեկ տեսահոլովակ, այնուհետև դուք մեկնաբանություն արեք, իսկ ես ուզում եմ արձագանքեմ Ալեն Սիմոնյանին, խնդրեմ։ Ես ես խոստանում եմ, որ բարձր ամբիոնից պաշտպանելու եմ Ադրբեջանի շահերը։ Նույն վարկյանին թռնելու եմ Բաքու։ Ու դուք սաղ գիտեք, որ ես թռա Բաքու ինչա լինելու։ Այո, դրանք ադրբեջանական գյուղեր են եւ պետք է անկլավներ, էքսկլավներ վերադարձվեն Ադրբեջանի։ Այո, դրանք ադրբեջանական գյուղեր են եւ պետք է անկլավներ, էքսկլավներ վերադարձվեն Ադրբեջանի։ Ես մեկ անգամ եւս ստիպված կլինեմ բաց նամակով դիմել Ադրբեջանի իշխանություններին եւ ասել, որ ղարաբաղցիները կարծես թե իրենց թալանը տեղափոխել են Հայաստան եւ վայելում են։ Կարծեմ, որ դա ձեր անշարժ գույքն է։ Պահանջեք Հայաստանի Հանրապետությունից։ Ալեն Սիմոնյան, այս մադմազելի հետ ինչ եք անում, այս ինչ սրտիկ եք անում, Ալեն Սիմոնյան։ Համացանցերում եմ տեսա այս տեսահոլովակը։ Եթե սա կեղծ է, հերկեք, բայց քանի որ այս տեսահոլովակը վաղուց է պտտվում եւ դուք ձեն չեք անում, ուրեմն դա ճիշտ է, Ալեն Սիմոնյան։ Ադրբեջան, Թուրքիա, այնի ասում է կզանգեմ թուրքերին, կասեմ, ես կասեմ։ Դուք համամիտ եք այդ մտքի հետ, Ալեն Սիմոնյան։ Իսկ դες գիտեք ինչ եմ ուզում ասեմ, Ալեն Սիմոնյան։ Դուք այսօր, թե չգիտեմ վերադարձել եք թե չէ, բայց 2 օր առաջ դուք Ստամբուլում էիք։ Դուք լսել եք այս գետի մասին։ Խնդրեմ, ժողովուրդ ջան։ Знали ли вы, что в Турции есть место, которое местные жители до сих пор называют рекой костей? То, что вы сейчас услышите, то это не теория, это задокументировано. Более 15 тысяч армян были убиты в ущелье Кемах всего за 4 месяца 1915 года. Восточная Турция, река Ефрат. Османские власти специально выбрали это узкое ущелье как место массовых казней, подальше от свидетелей. Но вот что официальная версия никогда не упоминает. Депортированным говорили, что они остановились на отдых, затем разделяли по полу и систематически расстреливали. Американские миссионеры подтвердили это. Немецкие дипломаты задокументировали это. Организаторы геноцида не понесли наказания. Вместо этого места никогда официально не расследовалось и не увековечено в памяти. Это не древняя история. Турецкие власти до сих пор отрицают геноцид армян и блокируют международные расследования. Вот вопрос, почему место, где... Ալեն Սիմոնյան, այդ որ հրճված Ստամբուլում ման է իր գալի, մեր նախնիները, մեր պապերը, այս գետի մեջ են իրենց ոսկորները, դու ես Ստամբուլում հրճվում ես, և ձեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գնում եք խաղաղության,
Թուրքիայում են հենց է խոսում խաղաղությունա։ Ում է դա խաղաղություն, Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան, ում է դա խաղաղություն։ Մեր պապերի ոսկորները մինչև հիմա գետի մեջ են։ Այդ որ Արցախն էլ Ալեն Սիմոնյանը ասում է Ղարաբաղը մի ասեք Արցախ, որ եղել է հայկական։ Ժողովուրդ ջան, Յակով Կեդմին, դե ես բազմաթիվ անգամ ասել եմ, ես չեմ սիրում ջհուդներին, բայց ես հարգում եմ եվրեներին, այն եվրեներին, ովքեր մաքուր են, գիտակից են եւ ամեն ինչ։ Ջհուդը դա ջհուդ է, իսկ եվրեն նորմալ ժողովուրդ է, եվրեները։ Հիմա հայրաները, հայրեն լեզվով ասեմ։ Հիմա տեսեք ինչ ասում Յակով Կեդմին, խնդրեմ։ Нагорный Карабах был частью Армении до Еревана. Еще не было Еревана вообще на карте Кавказа. А Нагорный Карабах была армянской территорией. Это не значит, что вот давайте сегодня это воюйте за Нагорный Карабах. Это не моя проблема, это ваша проблема. Что для вас необходимо, что для вас необходимо. Что когда-то было в истории, не было в истории. Но с 90-х годов Нагорный Карабах был под властью Армении, но не входил. Армения не приняла Нагорный Карабах, не признала его как часть армянской территории. И об этом мы тоже не говорим. То есть, с точки зрения армянского народа, то, что он сделал, иначе как предательством называть нельзя. Незаконным. Он это сделал вопреки воле армянского народа, не спросив его. Տեսակ Ալեն Սիմոնյան, հիմա Արցախա թե Ղարաբաղա։ Իսկ վերջում, տեսանյութերի վերջում, ուզում եմ ձեզ մի հարց տալ, Նիկոլ Փաշինյան, ձեր քաղաքական պապան հայրիկը Լևոն Տեր-Պետրոսյանը։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը համարվում է Հայաստանի անբաժան մասը։ Ժողովրդի նստաշրջանն էր և ժողովուրդը հասավ իր նպատակին։ Ճակագիրը այսօր ընդունվում է ոչ ճակագիր սկսած դերնից մինչև վերջակիր։ Պետք է պայքարենք այդ անկախության համար, հանուն ազատության, հանուն մեր ժողովրդի երջանկության և բարօրության։ Գեցե ազատ անկախ Հայաստանը, գեցե հայ ժողովրդի ազատությունը, հայ ժողովուրդը իրավունք ունի երջանիկ լինելու և պետք է լինի։ Որի գործը դուք այսօր բարի հաջող շարունակում եք, գիտեք ինչ եք հանդել։ Դե դուք այդ ժամանակ անգրագետ այնտեղ քուչեկը մանգալից եք եղել, դուք չեք տեսել այդ ամենը։ Դուք գիտեք որ Բաքուն, էլ չեմ ասում 1800-ական թվերը, Մանթաշովյան տարիները չեմ խոսում։ Ես խորհրդային տարիների մասին եմ ուզում ձեզ ասել, որ հիմնական ուժը Բաքվի եղել են հայերը։ Չեք հավատում, խնդրեմ։ Однако с установлением советской власти жизнь армян в Баку постепенно налаживалась. Люди возвращались в родной город, открывались армянские школы, театр. Начало создаваться уникальное сообщество «Бакинские армяне», в котором армянская культура тесно переплелась с русской, армянской, азербайджанской культурой и культурой других народов, проживавших в Баку. Жители Баку в советское время – это преимущественно русскоязычный народ, который состоял из армян, евреев, татар, немцев, русских. Баку – это город нефти, который питал весь СССР. Социальная политика советской власти создала на первых порах условия для сближения наций, отодвинув на второй план национальные противоречия. Армянская община города вновь получила возможность развиваться. Армянское население города компактно проживало в таких районах, как Завокзальный, Арменикент,
хутор Воровского и других, плотно населяла центр города. До 50-х годов многие вывески на учреждениях, магазинах, мастерских были на русском и армянском языках. Своим интеллектуальным, творческим и физическим трудом армяне внесли немалый вклад в достижение Азербайджана и его многонациональной столицы – Баку во всех сферах деятельности. Интересно отметить, что автором государственного герба Азербайджанской ССР был художник-график Рубен Шхиян. В сфере образования среди лучших учителей по всем дисциплинам было много армян. А в вузах Баку преподавали такие видные ученые практики, как правоведы Даниил Бек, Саркисов, Манасян, экономист Арзуманян, проректор Азербайджанского государственного университета, нефтехимики Багдасаров и Ионисян, медики, отец и сын Амиржановы, сотни других специалистов во всех областях науки. У истоков азербайджанского кино стоял выдающийся армянский кинорежиссер Амо Бекназаров, поставивший в Баку ряд фильмов, в том числе по пьесе видного азербайджанского драматурга Дзабарлы «Севиль» в 1929 году. Первый ансамбль народных инструментов при Азербайджанской государственной филармонии основал Ионисян, врач по основной профессии. Один из участников этого ансамбля, Енок Качаров, стал впоследствии народным артистом Азербайджанской ССР. Артемий Айвазян, один из основателей советского джаза, также жил неподалеку от набережной Баку, на улице Меркурьевской. В Баку жили и творили композиторы Маилян, Андрей Бабаев, Андроник Бабаян, певцы Кнар Григорян, Сазан Дарян. Видную роль в театральной жизни города играли народные артисты республики Шамкарян, заслуженные артисты Адамов, Аллегров, Саркисов, отец звезды российской эстрады Ирины Аллегровой и другие. Рано оставил родной город и Евгений Петросян. Он с 1961 года в столице. А вот тяга к сцене и публичным выступлениям зародилась у него еще в школьные годы. Выступал в домах культуры. Впервые появился перед зрителями в ДК имени Шаумяна. Տեսակ Նիկոլ Փաշինյան, մարդիկ իրենց համար խախանդ, նորմալ ապրել են, կառուցել են, քանի որ իրոք Բաքուն եղել է ինտերնացիոնալի քաղաք։ Այդ ձեր պապան, որը որ պետք է ապրի այնքան մինչև գանք մենք ասելով հայկական ուժերը եւ պատիժը իրա ստանա, Լևոն Տեր-Պետրոսյան, այսի քեզանից ստացողա, փողոցի լեզվով ասեմ, ստացողա, դու պատասխան ես տալու, ու այդ ձեր ընկերներից ովքեր դեռ կան, բոլորդ պատասխան եք տալու։ Իմիջիալս Լևոն Տեր-Պետրոսյան, դու որ ասում էիր, եթե մենք իշխանությունը հանձնենք միայն կոմունիստներին, ինչի չհանձնեցիր կոմունիստներին։ Ինչի չհանձնեցիր կոմունիստներին, կոմունիստները առանց մի կրակոցի քեզի իշխանություն տվին, քանի որ դու խաբել էիր Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, անկախության էիր տանում, Լևոն Տեր-Պետրոսյան։ Նիկոլ Փաշինյան, ընդհանրապես դու ասում ես դառը կյանք ես տեսել, դու գաղութ ես տեսել, ընդհանրապես մեծ աղբոր համար, հոր համար պատասխան են տալի։ Աչոտը դու մի հատ քաղաքական պապայիդ տեղը կարաս տաս։ Ամոթա Նիկոլ Փաշինյան, այս 8 տարվա մեջ ինչ որ խափեցիր, ինչ որ կերցրեցիր այս ժողովրդին, հերիքա, բավական է։ Հիմա է դրել ես, խոսում ես, թող հեղափոխությունով ես սենց կանեմ, նենց կանեմ։ Ինչ հեղափոխության կոչ եք անում։ Հայի այրյան ծառավ եք Լևոն Տեր-Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, արուն եք ուզում հայի նորից տեսնեք։ Ես ձեզ խոսք եմ տալի, հայկական ուժերը որ եկա, մենք մարտի 1-ը բացելու ենք, մենք հոկտեմբերի 27-ին ենք բացելու ենք, ձեր ընկեր Վազգեն Սարգսյանի եղբորը խոսք եմ տվել, Արամ Սարգսյանին, որ իր եղբոր գործը մենք ենք բացելու ու ասենք տղա ջան, վարչապետ եղար չկարծար բացեր, բայց եսի բացած դրած էր, ընդհանրապես պետք էր կարդալ եւ հայտարարել։ Ես խոսք եմ տալի ձեզ, Նիկոլ Փաշինյան, որ մարտի 1-ը մենք բացելու ենք, թե ոնց եք սարքե դուք բոլորդ մարտի 1։ Հրապարակենք անպայման։ Բայց հիմա անհամբեր սպասենք հունիսի 7-ին։ Եթե Հայաստանից Հանրապետության քաղաքացին հունիսի 7-ին ընտրեց ձեզ, ուրեմն չի բացվի ոչ հոկտեմբերի 27, ոչ մարտի 1, քանի որ դա ձեր շահերից չի բխում։ Եվ չի լինի հեղափոխություն։ Ինչի համար, քանի որ ժողովուրդը ընտրել է ձեզ, բայց եթե դուք փորձեք ձեր բարեկամ երկրների հետ խառնվեք ընտրություններին, ապա հեղափոխությունը կլինի անխուսափելի։
Ձեր ուզածը կլինի, ինչ եք ուզում, Նիկոլ Փաշինյան։ Դրա համար հորդորում եմ ձեզ եւ կոչ եմ անում. մի արեք, թող ժողովուրդը որոշի ով է հաջորդ իշխանությունը եւ ով է տանելու Հայաստանը դեպի ոչ ձեր ապագա, այլ փայլուն ապագա։ Եվ ես հույսով եմ, որ դա կլինեն հայկական ուժերը։ Սիրելի բարեկամներ, ինչպես միշտ ասեցի, ինչ որ մտածում եմ, ես զեկուցեցի ձեզ իմ գաղափարը, ինչ է կատարվում այսօր Հայաստանի Հանրապետությունում, իսկ հունիսի 7-ին մեկ անգամ եւս ձեզ ասում եմ. լավ մտածեք, հիշեք 8 տարին, դրանից առաջ 35 տարին, ինչ են արել Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան եւ օլիգարխիատը, որ Հայաստանի Հանրապետությունում ապրել են 6-10 հոգի, ոչ ավել, իրենց կլաններով իհարկե, մնացածը գոյատևել են, կենաց մահու ապրելու համար պայքար են մղել։ Ամեն ինչ հիշեք եւ հունիսի 7-ին արեք ձեր ճիշտ ընտրությունը։ Ընտրեք, որպիսի չպարտվեք, ընտրեք, որպիսի չխափնվեք, ընտրեք, որպիսի չստորացվեք, ընտրեք, որպիսի չդավաճանվեք։ Այսքան այսօր։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե հայ ազգս, կեցե ջավախքը հայությունս, կեցե հայկական սփյուռքը, կեցե Արցախը հայությունս, կեցե հայկական Արցախ Ալեն Սիմոնյան, Նիկակոյնի Ղարաբաղ, հայկական Արցախ Նիկոլ Փաշինյան, կեցե հայոց առաքելական Սուրբ եկեղեցին, կեցե կաթոլիկոսը, անկախ նրա անունից, կեցե մեր ավակ քույրեր եւ եղբայրները, տատիկ եւ պապիկները, ձեր ցավը տանեմ, պինդ եղեք, ամուր եղեք, ամեն ինչ լինելու է լավ։ Ժողովուրդ ջան, հույսով եմ քանդիպենք, դուք էլ ամուր եղեք, ստեսություն, Աստված բոլորիս պահապան։